Օսմանյան բանակը շարունակում էր իր ընթացքը եւ Կարսը, գիտենք, Էրզրումը, Կարսը եւ այլն, Սարեգամիշը, Կարսը եւ այլն էս գրավելով գալով Ալեքսանդրապոլը հատկապես գրավելուց հետո ինչի Ալեքսանդրապոլը այստեղ շատ կարեւոր է, որովհետեւ միջի այդ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը կնքվել էր եւ այդ թվում հայ քաղաքական, այդպես ասած, գործիչների մոտ մի հատ այնպիսի տխմարագույն մտածողություն էր, թե Օսմանյան բանակը Ախորյան գետը չի անցնի, որովհետեւ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով դա վերապահված է, չգիտեմ, դա չի մտնում եւ այլն, որովհետեւ Բրեստ-Լիտովսկը որոշվել էր որոշակի սահման եւ այդ սահմանը անցնելու էր Ախորյան գետով։ Բայց երբ որ իրանք Ալեքսանդրապոլը գրավեցին, այդ ժամանակ արդեն հայերը մի տեսակ արդեն ոնց, այդպես էլ, հա, բա այնտեղ այս մտածողությունը, այո, այս մտածողությունը միջև հիմա տիրում է, որևէ բան չի փոխվել։ Բա այնտեղ այդպիսի բան է գրված, բա այն մարդը այսպիսի բան է հայտարարել, բա գիտեք, սա էս ասեց, նա այն ասեց եւ այլն։ Այս քաղաքական տկիտությունը 100 տարի շարունակվում է։